Ողջույն հարազատներ, շնորհավորում եմ ձեր ամանորը և գալիք Սուրբ ծնունդը, մաղթում եմ ամենայն լավն ու բարին, մեր Հայր Աստծո բարի, կատարյալ և սուրբ կամքը ձեր բոլորի կյանքերի մեջ, քանի որ վստահ եմ, որ մենք բոլորս եկել ենք մեր Աստծո կամքով և մենք բոլորս ունենք մեր առաքելությունը այս երկրի վրա։ Եվ երբ որ մենք այդ կամքի մեջ ենք, մենք այդ առաքելության մեջ ենք եւ մենք օժնված ենք, քանի որ մենք հենց դրա համար ենք եկել այս աշխարհ։ Եվ ես կամենում եմ, որ մենք բոլորս հասկանանք մեր առաքելությունը, հասկանանք Տիրոջ կամքը մեզ համար եւ հարատևենք այդ կամքի մեջ եւ կատարենք այդ կամքը եւ օժնված կյանք ունենանք այս երկրավոր կյանքի մեջ եւ գալիք հավիտենականության մեջ։ Բայց ցավոք մեր բարեմաղթանքները եւ անհավատ մարդկանց երկար եւ գեղեցիկ կենացները ոչ մի մարդու կյանքի մեջ իրական փոփոխություն չի բերում։ Քանի որ ամեն մարդ ինքը պիտի կամենա այդ փոփոխությունը եւ այդ օժնությունը։ Հաճախ լսում եմ մարդկանցից, որ ասում են, այս տարի շատ վատ տարի էր ինձ համար, շատ անհաջողակ տարի էր ինձ համար։ Ինչ լավ է, որ շուտ է վերջանում այս տարին, 2026-ը հաջողության տարի պիտի լինի։ Բայց ես հարց ունեմ, որ որն էր պատճառը, որ այս տարին անհաջողակ տարի եղավ քեզ համար։ Եվ երկրորդ հարցը, ով քեզ ասեց, որ 2026-ը հաջողակ տարի պիտի լինի քեզ համար։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև փոխարենը, որ մենք անդրադառնանք եւ ինքնակնություն անենք եւ հասկանանք, որն էր պատճառը, որ այս տարի ինձ համար անհաջողակ եւ թշվառ եւ չօժնված տարի եղավ, որն էր պատճառը։ Միգուցե պատճառը նա էր, որ ես դեռ գտնվում եմ մեղքի եւ մահվան իշխանության տակ։ Միգուցե պատճառը նա էր, որ ես դեռ գտնվում եմ անհաշտ իմ արարիչ Աստծո հետ։ Միգուցե պատճառը նա է, որ ես մերժել եմ իմ փրկության եւ օրհնության միակ ճանապարհը, որ դա Հիսուս Քրիստոսի կատարած խաչը, մահը եւ հարությունն էր։ Միգուցե պատճառը իմ հպարտ սիրտն է, իմ խիստ պարանոցն է։ Որն է պատճառը, որ ես անհաջողակ եմ համարվում։ Բայց մենք ասում ենք, չէ, տարին լավը չէր։ Այսա 2026-ը լավ տարի է լինելու։ Բայց եթե դու շարունակես 2025-ի մեղքերը եւ արժեքները եւ ինչպես որ ապրել ես առանց ապաշխարելու, առանց մեղքերդ խոստովանելու, դու ուղղակի այդ մեղքերը եւ այդ արժեքները, այդ ապրելակերպը ուղղակի ուսապարկով պիտի փոխանցես 2026 եւ 2026-ը ինքնահոս, ինքնաբերաբար չի կարող հաջողակ կամ անհաջողակ լինի։ Նա 2026-ը կախված է քո որոշումներից։ Քո այսօրվա որոշումը կերտում է քո վաղվա օրդ։ Եթե իրապես կամենում ես, որ 2026-ի մեջ ունենաս օժնված եւ գեղեցիկ օրեր, դա քեզանից է միմիայն կախված։ Տերն ասեց, օրհնությունն ու անեծքը դնում եմ քո առջև եւ դու որոշի, որն ես ուզում ընտրես։ Բայց Տերն ասեց, ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ օրհնությունն ընտրես, որովհետեւ դա կյանքն է եւ հավիտենականությունն է։ Տերն ասեց, եթե քո մեղքերդ որթան կարմիրի պես լինեն, ես ձյունից էլ ճերմակ կանեմ։ Եթե խոստովանես քո մեղքերը, հավատարիմ եւ արդար եմ ես, որ կներեմ ու կջնջեմ չհիշելու պատճառով։ Բայց պայմանը, որ խոստովանես այդ մեղքերը։ Եթե իրապես ուզում ես, որ 2025 թվականի սխալները, մեղքերը, թշվառությունները, անեծքները չփոխանցես 2026, այսօր կանգնի Տիրոջ առջև եւ քո մեղքերդ խոստովանի, որ դու մի ամբողջ կյանք ապրել ես Հիսուս Քրիստոսի խաչը, մահը եւ մեռելներից հարությունը մերժելով։ Դու մերժել ես քո փրկությունը, դու մերժել ես քո արարիչ Աստծո հետ հաշտությունը եւ խոստովանիր եւ դիր այդ մեղքերը Տիրոջ ոտքերի տակ եւ Տերը կների այդ մեղքերը։ Եվ 2026-ը կմտնես մաքրված Հիսուս Քրիստոսի պատվական արյունով, քանի որ այն վայրկյանին, որ իրապես քո ամբողջ սրտով, քո ամբողջ սրտի խորքով խոստովանում ես քո մեղքերը, նույն վայրկյանին կնքվում ես երկնային թագավորության համար, որդեգրվում ես Հիսուս Քրիստոսի արյունով, երկնային արքայության ժառանգորդ ես դառնում եւ որդեգրվում ես Հայր Աստծո կողմից։ Բայց պիտի դու կատարես այդ քայլը։ Եթե իրապես կամենում ես, որ դու օրհնված ընտանիք ունենաս, օրհնված կյանք ունենաս, օրհնված զավակներ ունենաս եւ օրհնություն փոխանցես քո սերնդին,
Այսօր արա այդ աղոթքը, որպիսի 2026-ի մեջ իրական օրհնություններ ապրես։ Սիրելիս, ես անդադար ասում եմ, որ Հիսուս Քրիստոս սպասում է քեզ ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան, եւ մենք հիմա ապրում ենք շնորհքի դարաշրջանում, որ երկնքի պատուհանները բացված են մեզ համար։ Եվ այսօրը ամենասքանչելի օրը, ամենալավագույն օրը, Տեր ասում է, եթե այսօր լսում ես իմ ձայնը, մի խստացնի քո սիրտը, բացիր քո սիրտը ինձ համար, քանի որ ես անդադար թակում եմ քո սիրտը, որպեսզի գամ եւ բնակվեմ քո սրտի մեջ եւ քեզ հաղթություններ տամ եւ քեզ օրհնեմ այս երկրավոր կյանքի մեջ եւ գալիք հավիտենականության մեջ։ Սիրելիս, ես մաղթում եմ, որ այս խոսքերը երկսայրի սուրի պես մտնեն քո սիրտը եւ լուսավորեն։ Եվ ոչ միայն մաղթում եմ, այլ նաև աղոթում եմ գիշեր ու ցերեկ, որ դու էլ ճանաչես ու ճաշակես քո հորը երկնային եւ ճանաչես նրա կամքը քեզ համար եւ ապրես այդ կամքը եւ լինես օրհնված դու եւ քո տունը։ Թող շնորհավոր լինի քո ամանորդ եւ իրապես փոփոխությունների տարի լինի։ Այդ ամենը քո ձեռքերի մեջ է։ Դու ես որոշում կայացնողը։ Ընտրիր այսօր օրհնությունը, ընտրիր այսօր Հիսուս Քրիստոսի անունը կանչելը եւ կտեսնես նրա մեծամեծ գործերը քո կյանքի մեջ։ Եղիր օրհնված, սիրելիս։